Հիմա գիտեմ, որ իրավական պրոցեսներ է տեղ ունենում, հիմա մենք եկել ենք հասկանանք, կարող ենք այնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը եւ կարծում եմ, որ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծենք, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարություն չունենան արտադրության պրոցեսի շարունակականության վրա։ Բայց աշխատակիցների հետ շանտաժի լեզվով են խոսում, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պատվերով ակցիա են անում, վարչապետը ինչ ասում ճիշտ ասում, ուրիշ բան ասեք։ Այսինքն աշխատանքից որ մարդկանց կհեռացնեն, ինչ ասում ճիշտ է ասում Փաշինյանը։ Աշխատանքից Ես ասացի, չէ՞։ Մարդկանց, ովքեր պատվերով ակցիա են այստեղ իրականացնում։ Եթե կլինեն տենց մարդիկ, Ինչպես եք բարձրելու։ վստահ ասում եմ, որ աշխատանքից կարծում եմ, որ դուրս կգան, ոնց որ ասել է վարչապետը, որտեղ վարչապետը ինչ ասում է, ճիշտ ասում։ Իսկ հիմա այդ դրա համար չենք եկել, էլի։ Հիմա եկել ենք, հիմա եթե Ինչու 4-րդ օրը Չէ, միայն։ դե հիմա ասեմ։ Հիմա եթե տենց մտածում եք քաղաքական գործընթացների մասին, շատ լավ։ Կթողեք ես գնամ, բանը փորձենք այնպիսի մի կոնֆիգուրացիա ստեղծենք, որպեսզի աշխատի գործանը։ Լավ կլինի։ Ինչպիսին է լինելու, պարոն Զաքարյան, օրինակ ասում եք կա իրավական գործընթաց։ Իրավական պրոցեսները աշխատանքին չխանգարեն։ Հիմա կմտնեմ ներս, կքննարկենք, կհասկանանք։ Հիմա չեմ պատասխանել Աշխատակիցները որոշեցին այստեղ իրենց աշխատանքի հարցը Աշխատակիցների որոշելով չի, կարող եք գնանք իրար հետ նաև հարցնեք տնօրենին, երեկվանից մենք քննարկում ենք ունեցել տնօրենի հետ եւ նաեւ ես անձամբ քննարկում եմ ունեցել իրավապահ մարմինների հետ, հիմա կփորձենք այնպես անենք, որ աշխատանքը իրականանա։ Մեր համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է եւ Արարատի ցեմենտի գործարանը այնպես ենք անելու, որ նրա աշխատանքները չխաթարվի, այդքան բան։ Լավ, տեսեք, դուք ձեր խոսքում նշում եք ռազմավարական նշանակություն ունեցող եւ Հայաստանում արտադրական process-ը, շինարարությունը շատ մեծ ծավալներով է ընթանում եւ բազմաթիվ գործարներ ուղղակի այս Արարատ ցեմենտի կանգնելու պատճառով կանգնել են փաստի առաջ։ Արարատի ցեմենտի գործարանը հաճախակի կանգնում է նաեւ վերանորոգման հետ կապված հարցերով, Ժորժ ջան, ոչ մի վտանգավոր բան չկա, ընդամենը 1-2 օր է կանգնել, հիմա դրա համար երեկվանից մենք զուգահեռաբար աշխատանքներ ենք անում, կարծում եմ կգտնենք այնպիսի մի կոնֆիգուրացիա, որի արդյունքում կաշխատի։ Ինչ վերաբերում է մնացած հարցերը իրավական են, ես իրավական հարցին չեմ պատասխան։ Դուք նշեցիք, որ քննիչների հետ էլ խոսել եք, ինչ են արգրավել կամ ինչ են ուզեցել այստեղից գտնել, ինչու եմ հարցնում, որովհետև աշխատակիցները մեծ հետ զրույցում Չգիտեմ, ես տենց հարցերի Չգիտեմ, ես տենց հարցեր չեմ կարող պատասխանել։ Նախարար, ինչի եմ այդ հարցը բարձրաձայն, որովհետև աշխատակիցները մեծ հետ զրույցում նշել են, որ այստեղ տեղի ունեցած խոզարկություններից հետո եւ առաջ ընթացքում հրավիրվել են քննչական կոմիտե եւ քրեական վարույթի վերաբերյալ որևէ հարց չի հնչեցվել, այլ հարցրել են թե Բարգավաճ Հայաստան կուսակցության հավաքներին ստիպելով են գնացել, որքան գումար են տվել։ Բանը նկարագրում եք իրավական process։ Ես ինչ պատասխանեմ ձեզ, Ժորժ ջան։ Իմ հետ առնչություն չունեցող process է։ Եվ գործի հետ առնչություն չունեցող մարդկանց կտրել են աշխատանքին։ Դուք ասում եք ռազմավարական ներողություն, այո, դրա համար եկել ենք ստեղ։ Ներողություն։ Ես չեմ եղել, չէ՞, այդտեղ։ Ես այդ process-ին չեմ մասնակցել։ Դա համար ես չգիտեմ ինչա կատարվել։ Հիմա արդեն, երբ որ վերաբերում է արդյունաբերությանը, գիտեք, որ Հայաստանի Հանրապետություն վերջի առնվազն 10 քանի ամսում եւ մի տարից մի քիչ ավել արդյունաբերությունը ամեն ամիս աճ ապահովում։ Դրա համար մեր համար կարևորը արդյունաբերության յուրաքանչյուր օբյեկտ, հատկապես նմանատիպ օբյեկտը։ Մենք էլ հիմա ստեղ ենք, որպեսզի օբյեկտի Կանացման մասին խոշոր հարկատուի հետ այսպես են վարվում։ Այսպես ինչպես։ Հարկատուները հերոս չեն, Եթե հարկատուն հերոս է, իհարկե հերոս է, եթե հարկատուն հանցագործ է, իհարկե հանցագործ է։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա դուք ինչ գիտեք հանցագործը։ Ես չգիտեմ, ես ոչ մի ես որևէ, այո, ես չգիտեմ, դա համար այո, ոչ մի որոշում չկա, դա համար ինձ այդ հարցը մի տվեք։ Այլ պետականացման մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, Նաև չեմ կարող պատասխանել, որտեղ չգիտեմ, տեղակ չեմ։ Ձեր կարծիքով որ պետականացվի կներես մեր պետականացվի ավելի լավ է աշխատելու, քան հիմա աշխատում է։ Կապնենք, տեսնենք, չգիտեմ։ Դուք օրինակ ոլորտի որպես համակարգող տեսնում այս պահին Արարատ ցեմենտում, որ Արարատ ցեմենտում, ինչպես նաև այլ, ես դες բան եմ ասել։ Ես
Դե հիմա խի տենց ասացիք որ։ Ես հարց եմ ուղղում ուղղակի։ Բայց ես չեմ ասել տենց բան, եք ասեմ, որ դուք կարծում եք, որ ներկայիս կառավարությունները չեն կարող լուծել։ Ես տենց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շրջան, ես ասում եմ, ես վարչապետին չեմ մեկնաբանում։ Դուք չեք մեկնաբան, բայց դուք որպես ոլորտի համակարգող մի վարքյան է, ժողովուրդ, ոլորտի համակարգող ասում եմ, այս բան այստեղ կա խնդիրներ, որոնք ներկայիս կառավարիչները չեն կարող լուծել եւ պետք է պետականացվի։ Այս խնդիրները այստեղի հիմնականում իրավական են, իրավական հարցերի ես բան չեմ պատասխանում։ Նիկոլ Փաշինյանի ասածը եւ ձեր ասածը հակասում են Ինչ որ հանգամանքների բերումով ի վերջո գործարանի աշխատանքները այսպես շարունակեն, հա։ Գործարանի աշխատանքները նորմալ կշարունակվեն, չենք խանգարի, որ դուք հիմա ինձ չխանգարեք մտններ, չենք խանգարի։ Վերապահորեն չեք բան եք անում, չեք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին, նա ինչ ասում է ճիշտ։ Նիկոլ Փաշինյանը իմ առաջորդն է, ինքը ինչ ասում է, ճիշտ ասում։ Կլինի ես չմեկնաբանեմ Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ ասում այստեղ խնդիր չկա, Ժորժ ջան։ Ուզում ենք հասկանալ պետականացումը ով քնի ձարտնի որոշի, որ պետք է ես մի բան Ես պետականացի, պետք է արի։ պետականացման հարցերի հետ կապ չունեմ։ Կլինի հիմա թողեք ես գնամ։ Գնալու զեկուցեք, ասեք, չգիտեմ, ստեղ է։ Ես ինչ որ կզեկուցեմ, գիտեմ ինչ։ Ձեր զեկույցի հանձնաժողով է կազմվելու էլի։ Ինչը։ Ժորժ ջան, ես ընդհանրապես եկել եմ, որ կարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծենք, որ կարողանա աշխատի, ինչ հանձնաժողով։ Ուզում ենք ուզում ենք աշխատենք։ Կթողեք գնամ աշխատի գործարան։ Այդ քաղաքական որոշումը կա որ ինքը աշխատելու է բնականon։ Բա ոչ չլի ես դե կլնեի, իհարկե կա։ Քաղաքական որոշում չի։ Տնտեսական որոշում է, քաղաքական որոշում է, բոլոր տեսակի որոշումներ կան, թողեք գնանք տնօրեն։ Հարցեր լինելու։ կարող ենք մենք էլ Չգիտեմ, տնօրենը կորոշի։ լավ, մենք մինչև